Ողջույն իմ շատ սիրելի հայրենակիցներ։ Այսօր նկարահանումից առաջ ընթերցեցի մի քանի գրություն, որը ուզում եմ ընթերցել ձեզ համար։ Ուզում եմ ընթերցել, որովհետև ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այս ամենի մասին, հատկապես այն մարդկանց, ովքեր գտնվում են հայրենիքից դուրս եւ իրենց նման բան են ասում։ Ուրեմն Woman Ասիա Դավթյան, ես նաև կներկայացնեմ ձեզ իր լուսանկարը ինձ գրել է։ Եվ նման գրություններ շատ հաճախ են լինում, ուղղակի ես մեկն եմ ձեզ ընթերցում։ Դրսի հայեր, այնպես ռադ եղեք, անուղեղներ, որ չեք հասկանում մեր երկրում ինչ է կատարվում։ Ինչն է լավ ժողովրդի համար եւ ինչը վատ, անուղեղներ։ Հետո նոր խոսեք։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ձեր կարծիքը արտահայտեք, եթե ցանկություն ունեք հյուրընկալվելու որպես հյուր, Ֆենիքս հաղորդաշարի ընթացքում սիրով կարող եք ձեր հայցերը գրել եւ ընդհանրապես կարեւոր չէ, թե դուք ընդունում եք այդ տիկնոջ ասածը, թե հակառակ եք, այսինքն ինձ հետաքրքիր են բոլոր կարծիքները։ Դուք կարող եք ինձ դիմել եւ արդեն մենք կզրուցենք եթերում։ Նաև Woman Նունե Մխչյան, իդեպ ասեմ, որ այս տիկինը ունի 4000-ից ավելին հետևորդներ եւ ուզում եմ նաև բառամթերքը այնպեսին է, որ կարող եմ ինձ թույլ տալ կարդալ, բայց որպեսզի դուք հասկանաք որակը, գաղափարախոսությունը եւ եւս արտահայտեք ձեր կարծիքները։ Դե իսկականից այդ դիշովկա զզվեցրիր։ Գնացել ես քո համար Ամերիկա, հանգիստ ապրում ես, ում երեխաների հաշվին եք փրկում Հայաստանը, ումից եք փրկում, թողեք մարդիկ իրենց գործը անեն։ Ուրեմն տիկին Մղջյան, նախ եւ առաջ հարցս ուզում եմ ուղղել ձեզ։ Ինչ է նշանակում թողեք մարդիկ իրենց գործն անեն։ Մենք տեսնում ենք իրենց արած գործը եւ տեսնում ենք, որ իրենց արած գործի հետևանքով մենք զրկվեցինք Արցախից, Կիրանցից 5000 երիտասարդ հայերի կյանքը կտրվեց եւ նրանք այլևս չեն ստեղծի ընտանիքներ եւ չեն ծնվի նոր հայեր, չեն կունենա նոր սերունդ եւ մենք տեսնում ենք այն գաղափարախոսությունը, որի ջատագովն եք դուք եւ վստահաբար խոսում եք, որ այն գործը, որ անում են, պետք է թողնենք։ Դա մեկ։ Երկրորդը, այն գաղափարախոսությունը, որ ում երեխաների հաշվին եք ուզում կասեցնել այս ամենը, խնդրում եմ ձեզ լավ մտածեք նման բան խոսելիս, որովհետև հենց այս ներկայիս իշխանությունը այնպես արեց, որ 5000 մարդ զոհվեց։ Եվ զոհվեցին հանուն ոչնչի, ինչպես եւ հենց իրենք են ասում, այսինքն դա իմ խոսքերը չեն, դա այն խնդիրը չէ, որ ես պետք է հորինեմ, ասեմ, սա հենց իրենց խոսքերն ենք մեջբերում մենք։ Եվ նման արտահայտությունները տարածելիս ընդհանրապես, եթե դուք իհարկե հայ եք, կխնդրեի մտածեք եւ հիշեք ձեր տատերն ու պապերը ինչով են անցել, ինչ ճանապարհ են անցել մինչեւ հասել են Հայաստան։ Ես իհարկե չգիտեմ դուք ով եք, իհարկե կարող է ընդհանրապես հայ չեք, բայց եթե դուք հայ եք եւ եթե անգամ ձեր ընտանիքը ընդհանրապես չի հանդիպել ոչ մի խոտ չնդոտների եւ դժվարությունների մեր հարևան երկրների ներկայացուցիչների կողմից, ապա հաստատ վստահ եմ կունենաք հարևան, բարեկամ, ծանոթ, ում ընտանիքները վերացվել են Թուրքիայի կողմից եւ ադրբեջանցիները նաեւ զոհել են իրենց ընտանիքի անդամների։ Երբ դուք նման բաներ խոսում եք ում երեխաների հաշվին, ուզում եմ ես նույն հարցը ձեզ տալ։ Դուք այդ երեխաների հաշվին ուզում եք, որպեսզի շարունակվի այդ գործընթացը, թողենք, որ նրանք աշխատեն, ինչպես տեսնում եք, 7 տարի է աշխատում են։ Մինչև հիմա պետք է թողենք։ Ես, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ, որպեսզի դուք ընկալեք այս հաղորդաշարը որպես հարթակ, որտեղ դուք կարող եք արտահայտվել։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, կարևոր չէ, դուք համամիտ եք ինձ հետ, թե դուք հակադրվում եք։ Դուք ունեք ձեր մտքերն ու գաղափարները, դուք ունեք ձեր արժեքները եւ խնդրեմ, ես տալիս եմ ձեզ հարթակ։ Խոսեք, պատմեք, մենք էլ լսենք, կամ կհամաձայնենք, կամ ոչ, բայց դա կարևոր չէ։ Կարևորը որ ձեր ձայնը կհնչի։ Ես հրավիրում եմ նաև պատմաբանների, մասնագետների, ես հրավիրում եմ արվեստաբանների, արվեստագետների, ես հրավիրում եմ սովորական մարդկանց։ Գրանցվեք, արտահայտվեք, խոսեք, խոսեք, որպեսզի մենք հասկանանք ինչ է ուզում այսօր հայը։
որպեսզի մենք հասկանանք, ինչ կարող ենք մենք անել ներկայիս իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ասում է, որ շուտով Հայաստանում հայերը կմնան որպես փոքրամասնություն։ Եկեք ձեռքի տված, կարևոր չէ, դուք ինչ գաղափարի շուրջ եք ավելի համաձայն, կարևոր չէ։ Եկեք խոսենք, եկեք զրուցենք, եկեք հասկանանք, ինչ է տեղի ունենում եւ դեպի ուր ենք գնում։ Կարող ենք կասեցնել, թե չենք ուզում կասեցնել։ Մի խոսքով, մնացեք ինձ հետ, գրանցվեք իմ Facebook-յան էջին, գրություններ թողեք, եթե ցանկություն ունեք զրուցելու եւ ձեզ հետ կապ կհաստատեն եւ կզրուցենք։ Ամենալավն ու բարին ընդ ձեզ։